Երկնային բանալի, որը կբացի դռներ 7 կենդանակերպի նշանների համար։ Ընկերներ, պատրաստվեք դիմավորել զարմանալի ժամանակ։ Սկսած 2026 թվականի մայիսի 26-ից մոլորակների տիեզերական պարում յուրահատուկ պահ է սկսվում։ Շարժական երկվորյակների համաստեղությունում գտնվող Արեգակը ներդաշնակ եռանկյուն է կազմում ջրհոսում գտնվող հանելուկային Պլուտոնի հետ։ Այս հազվագյուտ կոնֆիգուրացիան նման է կամուրջի, բանականության և խորը փոփոխության միջև։ Այն չի որոտում շուքով, այլ նրբորեն, ինչպես առավոտյան քամի, այն դռներ է բացում որոշ կենդանակերպի նշանների համար, որոնց գոյության մասին դուք նույնիսկ չգիտեիք։ Մենք չենք անվանի բոլոր 12 համաստեղությունները։ Մենք կկենտրոնանանք այն 7-ի վրա, որոնց կյանքը կսկսի նոր գույներ, իմաստներ և հնարավորություններ ստանալ մայիսի 26-ից սկսած։ Զգում եք այդ նուրբ ծակծկոցը ձեր մատների ծայրերում։ Աստղերը շշնջում են, ժամանակը եկել է։ Եկեք տեսնենք, թե ով է սպասում այս արեգակնային պլուտոնական նվերին։ Երկվորյակներ, պահի գլխավոր հերոսները։ Սիրելի երկվորյակներ, արևը ուղիղ շողում է ձեր նշանի մեջ, և ամեն ինչի գագաթնակետին կա խորհրդավոր եռանկյուն Պլուտոնի հետ։ Ձեզ կարծես տրվել է համընդհանուր անցաթուղթ դեպի ձեր կյանքի նոր գլուխ։ Նայեք շուրջը։ Հենց հիմա դուք կարող եք անսպասելիորեն ստանձնել մի դեր, որի մասին երբեք չէիք երազել։ Ձեր բնական հանգստությունն ու հետաքրքրասիրությունը կդառնան հզոր շարժիչ ուժ։ Առյուծ, ձեր ժամանակը անվերապահորեն փայլելու։ Օ, առյուծներ, ձեզ համար արևի և Պլուտոնի եռանկյունը հզոր լուսարձակ է, որն ուղղված է անմիջապես ձեր ստեղծագործական և ռոմանտիկ ասպարեզներին։ Մոռացեք համեստության մասին։ Մայիսի 26-ից դուք դրա կարիքը չեք ունենա։ Ձեր խարիզման ձեր կբերի մագնիսական ուժ, և յուրաքանչյուր ջանք կուղեկցվի անտեսանելի նվագախմբով, որը կնվագի հաղթանակի համար։ Կարևոր իրադարձությունները կազդեն ինքնարտահայտման վրա։ Հնարավոր է դուք վերջապես որոշեք աշխարհին ցույց տալ այն, ինչ վաղուց գաղտնի եք պահել։ Նկարներ, պոեզիա, ձեր սեփական բիզնես նախագիծ կամ նույնիսկ երկար ժամանակ սիրահարվածության հանդեպ զգացմունքներ։ Ջրհոսի մեջ գտնվող Պլուտոնը կավելացնի կախարդանքի մի փոքր հպում։ Ձեր անկեղծությունը կհալեցնի ցանկացած արգելք։ Մի վախեցեք խոցելի թվալ։ Հենց հիմա ձեր լայն բաց սիրտը կգրավի ամենահավատարիմ մարդկանց։ Աստղերը նաև խորհուրդ են տալիս ժամանակ հատկացնել ինքնաբուխ ճանապարհորդության համար։ Այնտեղ ձեզ սպասում է փոքրիկ, բայց շատ անձնական հրաշք։ Կույս, աշխատանքը դառնում է կոչում։ Սիրելի կույսեր, դուք սովոր եք ամեն ինչ իր տեղը դնել, և մայիսի 26-ից սկսած այս դարակները հրաշքով կլցվեն ամենաանհրաժեշտ իրերով։ Արևի և Պլուտոնի եռանկյունը կազդի ձեր առօրյա գործերի, առողջության և ուրիշներին ծառայելու վրա։ Հնչում է ձանձրալի, սպասեք անակնկալների։ Կարևոր իրադարձությունները կսկսվեն այն ժամանակ, երբ ձեր առօրյա աշխատանքը հանկարծակի կստանա խորը իմաստ։ Հնարավոր է ձեզ պաշտոնի բարձրացում տան, ձեզ կվստահեն կարևոր նախագիծ, կամ կհասկանաք, որ ցանկանում եք մարդկանց օգնել այլ կերպ, դառնալ կամավոր, ուսուցիչ կամ խորհրդատու։ Իդեպ, մի զարմացեք, եթե ձեր տուն գա մոր թե ընկեր, կամ որոշեք որդեգրել քնքուշ խնամք պահանջող բույս։ Այս ամենը պլուտոնական կերպարանափոխության արտացոլումն է։ Ձեր մարմինը նույնպես շնորհակալ կլինի ձեզ։ Սկսեք պարզ առավոտյան վարժություններից կամ քնելուց առաջ զբոսանքից, և դուք կզգաք էներգիայի աննախադեպ ալիք։ Կշեռք, հարմոնիան թևեր է առնում։ Կշեռք, դուք հավասարակշռության վարպետ եք, բայց մայիսի 26-ից սկսած երկինքն ինքնին ձեզ կպարգևի այնպիսի հավասարակշռություն, որը դուք երբեք չեք խնդրել։ Երկվորյակների մեջ գտնվող Արեգակի և ջրհոսի մեջ գտնվող Պլուտոնի միջև եռանկյունին ուղղակիորեն դիպչում է ձեր նշանին։ Դուք մտնում եք մեծ օդային եռանկյունի։
Սա նշանակում է, որ ձեր բոլոր դիլեմաները կլուծվեն ինքնուրույն, կարծես կախարդանքով։ Սպասեք կարևոր իրադարձությունների ձեր անձնական հարաբերություններում և գործընկերություններում։ Եթե վաղուց եք ցանկացել ամուսնության առաջարկ անել ձեր սիրելիին համատեղ ապագայի համար, հիմա իդեալական ժամանակն է։ Եթե դուք միայնակ եք, պատրաստվեք մի հանդիպման, որը կհեղափոխի սիրո մասին ձեր պատկերացումները։ Եվ դա միայն սիրավեպ չէ։ Այս օրերին ձևավորված գործնական դաշինքները կլինեն բացառիկ ուժեղ և օգտակար երկու կողմերի համար էլ։ Ձեր հմայքն ու համոզելու ունակությունը բազմապատկվելու են։ Պարզապես հիշեք, իսկական կախարդանքով։ Կարիճ, հոգու խորքերը լույս են սփռում։ Ահ, Կարիճ, ձեզ համար Արեգակի և Պլուտոնի եռանկյունը նման է գաղտնի սենյակի բանալիի, որտեղ պահվում են ձեր ամենաուժեղ հույզերն ու թաքնված ռեսուրսները։ Մայիսի 26-ից սկսած դուք հանկարծ կհասկանաք, որ ժամանակն է ազատվել այն ամենից, ինչը ձեզ ներքև է քաշում։ Սա կարող է լինել հին վիրավորանք, մեղքի զգացում կամ նույնիսկ այն մարդը, որի հետ դուք վաղուց դուրս եք եկել շփումից։ Կարևոր իրադարձությունները կանդրադառնան ձեր ներքին փոխակերպմանը։ Դուք ավելի համարձակ կդառնաք ձեր իրական ցանկությունները արտահայտելու հարցում։ Օրինակ, դուք կարող եք գրել այն նամակը, որը վախենում էիք ուղարկել, կամ գրանցվել այն դասընթացին, որը երկար ժամանակ հետաձգում էիք։ Ի դեպ, ֆինանսական կողմը նույնպես գործոն կլինի։ Անսպասելի եկամուտը կամ շահավետներ դրումը կգա հենց ձեր նոր վճռականության շնորհիվ։ Աստղերը խորհուրդ են տալիս ավելի լուռ լինել և լսել ձեր մարմնին, այն ձեզ կասի, թե երբ գործել։ Եվ հիշեք, հիմա դուք կարող եք ցանկացած ցավ վերածել ուժի։ Աղեղնավոր, հորիզոնները անսահմանորեն ընդարձակվում են։ Սիրելի աղեղնավոր, դուք արդեն անհանգիստ եք, բայց մայիսի 26-ից սկսած ձեր արկածախնդրության ծարավը կստանա տիեզերական խթան։ Արեգակի և Պլուտոնի եռանկյունը կընդլայնի ձեր աշխարհի սահմանները, բառացիորեն և փոխաբերական իմաստով։ Դուք կարող եք հանկարծ որոշել սովորել օտար լեզու, ճամփրուկ հավաքել այնպիսի երկիր, որտեղ երբեք չեք եղել, կամ սիրահարվել մեկ այլ քաղաքի, կամ նույնիսկ մայրցամաքի տիրոջ։ Կարևոր իրադարձությունները կապված կլինեն ճանապարհորդությունների, կրթության և ավելի բարձր իմաստի որոնման հետ։ Եվ խոսքը միայն աշխարհագրական տեղաշարժերի մասին չէ։ Դուք հանկարծ կհասկանաք, որ ձեր նախկին աշխարհայացքը դարձել է նեղ, և դուք կսկսեք ագահորեն ներծծել նոր գիտելիքներ՝ փիլիսոփայություն, պատմություն, էզոտերիկա։ Հրաշք կկատարվի։ Հին խնդիրները կդադարեն ձեզ անհանգստացնել, քանի որ դուք դրանք կտեսնեք թռչնի թռիչքի։ Մի բաց թողեք ձեր մտքերը գրի առնելու հնարավորությունը։ Դրանք կարող են հիմք հանդիսանալ ձեր ապագա գրքի, բլոգի կամ նույնիսկ նոր մասնագիտության համար։ Հետգրության փոխարեն։ Ինչն է միավորում այս 7 նշաններին։ Սկսած 2026 թվականի մայիսի 26-ից նրանք բոլորը հնարավորություն կունենան անել մի քայլ, որը արձագանք կգտնի տարիներ շարունակ։ Աստղերը չեն թելադրում, նրանք միայն լուսավորում են ճանապարհը, և դուք պարզապես պետք է վստահեք այս մեղմ, բայց վստահ լույսին։ Հիշեք, կարևոր իրադարձությունները միշտ չէ, որ աղմկոտ են։ Երբեմն դրանք գալիս են որպես առավոտյան լռություն, մորը զանգահարելու հանկարծակի ցանկություն, բաճկոնի գրպանում մոռացված հաշիվ կամ մետրոյում անծանոթի ժպիտ։ Թույլ տվեք, որ դրանք մտնեն ձեր կյանք։ Սկսած մայիսի 26-ից թող ամեն օր տաքանան ներքին արևով, և թող միայն ողջունելի և ուրախալի փոփոխություններ լինեն։ Դուք արժանի եք դրան։ Հավատացեք ինքներդ ձեզ, և այդ դեպքում նույնիսկ հեռավոր Պլուտոնը կդառնա ձեր դաշնակիցը։